Հալելույա, հալելույա։ Ես հիշում եմ մի քաղաքում մի ծառայություն կար, այնտեղ մի մարգարեկին էր ծառայում, ու գիտեք, մի 2-3 ժամ մենակ բոլորը ծափահարում էին։ Դուք պատկերացնում եք, այդ ինչ ներկայություն էր։ Այնտեղ, որ մարդկանց սրտերը լցված էին եւ իրանց հոգեվոր աչքերը բաց էին եւ իրանք ինչ որ բաներ տեսնում են, որ ոգեվորված միայն Աստծուն ծափահարում էին։ Ամեն միայն Աստծուն շնորհակալություն էին հայտնում։ Ես այդ ծառայությանը մասնակցում էի ու ոչ մեկը չէր ուզում նստել։ Բոլորը ոգեվորված Տիրոջը փառաբանում էին։ Հալելույա։ Աստված մեզ զենք է տվել, 2 ձեռք, ամեն, որ այդ ձեռքերի միջոցով մենք կարողանանք սիրել, ընկածին բարձրացնել, որ մենք կարողանանք նաև այդ ձեռքերի միջոցով թույլ տալ, որ Հիսուսի ձեռքերը հասնեն մարդկանց, ամեն, մի հատ նայի քո ձեռքերին, մի հատ նայի քո սիրուն ձեռքերին ու ասա, սա Տեր Հիսուսի ձեռքերն են, այո, որի միջոցով դա դիպչում է մարդկանց, ամեն, հալելույա, ու չմոռանաս, որ քո աչքերի միջոցով Հիսուսն է նայում, քո շրթունքների միջոցով նա է խոսում, քո խոսքերին ձայն տվողը նա է, ամեն, ոտքերին ուժ տվողը նա է, ու երբ մենք մտածում ենք ինչի ասքանչ է մեր Տերը, մեր սիրտը ուրախանում է, չէ՞։ Կարող ես քո կողքին մի հատ ժպտալ ու ասել, այո, իմ սիրտը իրականում ուրախ է։ Հալելույա։ Փառք Աստծուն, որտեղ կա Աստծո ներկայությունը, այնտեղ ուրախություն կա, այնտեղ ազատություն կա, ամեն, ու Աստված ուզում է, որ մենք սպասենք Աստծուց, վերապրենք իր ներկայությունը, քանիսը ձեզանից սպասում են Աստծո այսպես իրական ներկայություն հենց քո անձնական կյանքում, հենց քո ընտանիքում, որ Աստծո փառքը գա, ուզում ես տեսնել, ուզում ես չէ տեսնել, շատ լավ է, դա նշանակում է, որ եկեղեցին ծարավ ունի, փափագ ունի, ու դա նշանակում է, որ մեր Տերը անպայման արձագանքում է այդ հարցին, ամեն, հալելույա, ուրեմն սիրելիներս, նոր տարվանից առաջ ես երևի ոմանց նման այդպես ինչ-որ բանի մասին մտածում էի ու ես չեմ նկատել, որ ես շատ մտահոգված եմ ինչ-որ հարցում, նենց հետաքրքիր է, որ երբ դու ինչ-որ բանի մասին մտահոգված ես, հարցեր կան ու դու չգիտես ոնց այդ հարցերը լուծել ու լսեցի մեղմ Աստծո ձայնը։ Երբ Աստված խոսում է, դու գիտես, որ Աստված է խոսում, որտեղ Աստծո ձայնը շատ մեղմ է, բայց շատ հեղինակավոր է։ Ես արդեն հուզվեցի Աստծո ներկայությունից, թե ինչի ասքանչ է մեր Տերը, որ նա գիտի բոլոր հարցերի պատասխանը, երբ դու նեղված ես, նա ճիշտ ժամանակին գալիս է, որպեսզի քեզ օգնի, ու այդ պահին Աստված ինձ շատ մեղմ ասեց, վստահիր ինձ ամեն բանում, վստահիր ինձ, գիտեք, ես այդ պահին անգամ չմտածեցի, էլ Տեր, ինչ է ես քեզ չեմ վստահում, որտեղ ես հասկացա, որ դա քաղցր խրատ էր շատ նուրբ հանդիմանությունով, որտեղ երբ դու վստահում ես Աստծուն, դու մտահոգված չես, մենք կարող ենք ինչ-որ բաների մասին մտածել, բայց երբ մենք շատ մտահոգված ենք, երբ մենք չենք նկատում, բայց մենք տխրում ենք, մեր խաղաղությունը, մեր ուրախությունը գնում է, դա գիտեք, դա մի նշան է, որ ինչ-որ մի բան մեզ հետ են չէ, որ մենք ավելի շատ մտածում ենք մեր մասին, մեր ձևով ու մենք մոռանում ենք, ով է մեր Տերը։ Ու գիտեք ինչ, ես որոշեցի, որ այս տարի կլինի ինձ համար այն տարին, որ ես պետք է սովորեմ վստահել իրան։ Դու կարող ես մտածես, ինչ է չէր վստահում, իհարկե վստահում էի, բայց ես մի բան տեսա, որ Աստված ուզում է մեզ սովորեցնի իրան ավելի շատ վստահել, ավելի մեծ չափով վստահել։ Ես դեռ չգիտեի, որ այս տարին այսպիսի հետաքրքիր տարի կլինի այն առումով, որ մենք հասկանում ենք ինչ է մեր շուրջը կատարվում ամբողջ աշխարհով մեկ։ Ու իրականում դա լուրջ բան է, որ մենք սովորենք վստահել։ Ու ես սկսեցի մտածել, ես նստեցի ու սկսեցի խորել այդ Հիսուսի ասացի մասին, մտածել ինչ է նա մտածում, ինչ է նա ասում իր խոսքի մեջ վստահության մասին, ու մի բան հասկացա, որ վստահել Աստծուն դա
նույնն է ինչ որ հավատալ Աստծուն։ Մենք հաճախակի որ ասում ենք հավատա Աստծուն, նկատի ունենք վստահիր Աստծուն։ Ու ինչ է դա նշանակում։ Հավատալ, վստահել Աստծուն։ Նշանակում է, որ դու գիտես, որ կա մեկը, որը քեզանից բարձր է։ Դու գիտես, որ կա մեկը, որը քեզանից ավելի ուժեղ է, քեզանից ավելի իմաստուն է։ Կա մեկը, որը բոլոր հարցերի պատասխանը ունի։ Կա մեկը, որը բոլոր բարդ, խճճված իրավիճակների լուծումը ունի։ Կա մեկը։ Ու այդ մեկը օտար չի քո համար։ Այդ մեկը նա է, ով որ քեզ այնքան սիրեց, որ իր կյանքը տվեց քո համար։ Ու Աստված ուզում է, որ մեզանից ոչ մեկն էլ օտար չլինի իր հանդեպ, որ մենք վստահենք Աստծուն, վստահենք ամեն ժամանակ։ Ես գիտեք, մենք Աստծուն վստահում ենք այն չափով, ինչքանով մենք իրան ճանաչում ենք։ Ինչքանով էլ մենք մեկը մյուսին, օրինակ դու երբեք չես կարող վստահել մեկին, ում դու չես ճանաչում։ Ճիշտ է։ Դու չես վստահի քո տան բանալիները մեկին, ում դու չես ճանաչում, ով որ անծանոթ մարդ է, կարող է ծանոթել է, բայց դու իրան չես ճանաչում։ Ինքը ով է։ Ես լսել եմ այդպիսի դեպքեր, որ մի հարևանը մյուսին վստահել է բանալիները, բայց տարիներ հետո եկել է, տեսել է տունը դատարկ է։ Այնտեղ ոչ մի բան չկա։ Հասկանում եք։ Ուրեմն երբ մենք կարող ենք վստահել Աստծուն, երբ մենք Աստծուն ճանաչում ենք, Աստծուն կարող է ճանաչել մեզանից ամեն մեկը, դա մեր անձնական ցանկությունն է։ Դա մեր անձնական փափագն է։ Ունենց հետաքրքիր է, որ Աստված ոչ մեկին պայմաններ չի դնում, ոչ մեկի առաջ չի ասում, այս մեկը կարող է ինձ մոտենալ, այս մեկը չէ։ Նա պարզ ասում է իր խոսքի մեջ, որ ով որ հոգնած է, ով որ բեռնավորված է, ինձ մոտ եկեք ու մենք հաճախակի մոռանում ենք։ Ու հետաքրքիր է, որ իր մոտ գալու վարձքը ինչ է, ոչ ոսկի է, ոչ արծաթ է, այլ հանգիստն է, այլ խաղաղությունն է։ Դա մի բան է, մի պարգև է, որը ոսկիով ու արծաթով դու չես կարող գնել ոչ մի խանութում։ Աշխարհի ամենահարուստները չեն կարող քեզ վաճառել ու տալ քեզ այդ բանը։ Աշխարհի ոչ մի մարդը չի ասել, ոչ մի խելացի, ոչ մի հարուստ, ոչ մի, չգիտեմ, այսպես հանճարեղ, ոչ մեկը չի ասել, արի ինձ մոտ ես քեզ հանգիստ կտամ։ Սիրելիներս, այսօր ես ուղղակի ուզում եմ նորից հիշեցնել այն ամենը, ինչ որ Աստված մեզ ասել է, մեզ հետ խոսացել է, ու որ Աստված բորբոքի մեր սրտերը իր սիրո ջերմությամբ, որ մենք սովորենք վստահել իրեն ամեն բանում, որ երբ մենք առավոտ արթնանում մենք ասում ենք, Տեր, այս օրը դու ես ստեղծել ու ես այս օրվա մեջ մտնում եմ քեզ հետ։ Ես վստահում եմ քեզ ամեն ճանապարհները, բոլոր հարցերը, իմ բոլոր հանդիպումները։ Ես մի բան գիտեմ, որ հիմա խնդրեմ է անքնությունը մարդկանց մոտ, որովհետև շատերը խնդրում են, աղոթեք, ես գիշերները չեմ կարողանում քնել։ Դու գիտեք պատճառը որն է, որ քո միտքը չի հանգստանում, որ քո ներսում լարվածություն կա, որովհետև շատ հարցեր կան, շատ բաներ կան, որ քեզ լարում են, ու դու կարող ես մարմինդ ուզում ես քնի, բայց այն պատճառով, որ մարդու միտքը այսպես լարված է, նյարդերը չեն կարողանում հանգստանալ անգամ գիշերը։ Դրա համար այսօր աշխարհով մեկ ինչն է ավելի շատ, ինչ են առնում, դա անտիդեպրեսանտներն են, այսպես քնաբեր կամ թմրեցնող, դրա նման մի բաներ։ Բայց Աստծո ժողովուրդը պետք է իմանա ում հավատացել։ Գիտեք, Պողոս առաքյալը իր երկրորդ ուղերձում բանտից որ գրել է, նա Տիմոթեոսին մի բան է գնում, ասում է, որ ես իմ ընթացքը ավարտեցի, իմ հավատքը պահեցի, հավատքս ես պահեցի, որովհետև ու ես գիտեմ, որ ինչ վարձք եմ ես ստանալու, որովհետև գիտեմ ում եմ ես հավատացել։ Ու այսօր ես ուզում եմ, որ մեզանից ամեն մեկը իրան հարցնի։ Ես լավ ճանաչում եմ նրան, ում որ ես հավատացել եմ։ Ես լավ իրան ճանաչում եմ։ Ամեն, որտեղ երբեմն ժամանակ առ ժամանակ մենք մեզ այդ հարցը պիտի տանք։ Մենք բոլորս լավ գիտենք, որ այո, ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին, բայց ես չեմ խոսում այն հավատքի մասին, որը պասիվ, այլ այն հավատքի մասին, որը գործում է։
որ երբ դու ասում ես ես հավատում եմ նրան, քո սիրտը միանգամից խաղաղությունով լցվում է։ Ամեն, որտեվ դու ապրում ես նրա ներկայության մեջ։ Մի խոսքով, եկեք մի քանի համարներ իրար հետ միասին նայենք Աստվածաշնչից։ Ու ես հավատացած եմ, որ Սուրբ Հոգին այստեղ է, ինչպես Աստծո կողմից օգնական մեզ ուղարկված, որպեսզի բացի մեր միտքը, մեր սիրտը, որպեսզի մեզ ազատի ամեն այն մտահոգություններից, ամեն այն երևակայություններից, այն մտքերից, որը այսօր մեզ ճնշում է, որը ճնշում է։ Ուրեմն Արաքացի 3-րդ գլխում 5-րդ համարում այսպիսի մի բան է գրված. Տիրոջը ապավինիր քո բոլոր սրտովը և քո հասկացողությանը մի վստահիր։ Տիրոջը ապավինիր։ Ապավինիր նշանակում է վստահիր Աստծուն։ Հույսդ դիր Աստծո վրա։ Ամեն քո բոլոր սրտովը և քո հասկացողությանը մի վստահիր։ Մենք մի բան ենք տեսնում, որ երբ մենք վստահում ենք մեր հասկացողությանը, մենք հաճախակի վրիպում ենք։ Ու ոչ մի բան չի փոխվում, թե մեր ներսի աշխարհում, թե մեր շրջապատող իրավիճակներում։ Դրա համար Աստված այնքան պարզ է մեզ հետ խոսում ու ասում է, որ Տիրոջը ապավինիր քո բոլոր սրտովը, ապավինիր։ Երբեմն մարդը կարող ասի, դե ապավինում եմ էլի Աստծուն։ Ինչ ամեն ինչը ինքը իրանով կլինի, ոչ մի բան հենց այդպես մեխանիկորեն չի լինի։ Թող ոչ մեկը ինքը իրան չխաբի, որ Տեր Աստված, ես քեզ ապավինում եմ, որտեղ ապավինությունը, վստահությունը դա ուղղակի նստել ու սպասելը չէ։ Դա ակտիվ գործողություն է, որ դու գիտես ում ես դու հավատացել ու դու գիտես ինչ խոստում ունի Աստված քո ինչ որ իրավիճակի համար եւ դու այդ խոստումը բռնած, ինչպես Աստծո ձեռքը բռնած, խիզախ գնում ես առաջ։ Ու դու տեսնում ես, դու չես վախենում ոչ մի մարտահրավերներից ու ոչ մի իրավիճակներից։ Դա է նշանակում Աստծուն վստահել, որտեղ Աստծուն վստահել, որոշ մարդիկ էլ ասում են, ինչ է, եթե ես չաշխատեմ, Աստված պիտի ինձ կերակրի։ Հասկանում եք, չգիտես ինչու մարդիկ մի քիչ սխալ են մտածում։ Չի, Աստված չի ասում, դու նստի աթոռին ու ես պետք է քեզ կերակրեմ, ոչ։ Աստված ասում է, դու ապրում ես այն աշխարհում, որտեղ դու պիտի աշխատես։ Ու ես կորտնեմ քո աշխատանքը, բայց ինձ հետ միասին աշխատիր, ինձ հետ միասին գործիր, ինձ հետ միասին համագործիր։ Ամեն։ Մեր հավատքը, երբ Աստված խոսում է հավատքի մասին, վստահության մասին, դա գործնական է, դա пассив չի, դա շատ ակտիվ է, որ դու գիտես ով է քո Տերը, դու անտեր չես։ Ասա ամեն։ Դու անտեր չես, գիտեք, այն մարդը, որը ինքը իրան անտեր է տեսնում, ինքը իրան անքան խղճ է տեսնում, անկարող, ու ինքը միշտ մտածում է, որ մեկը պիտի լինի, որ իրան օգնի։ Ժամանակներ անցել են, որովհետև մենք խավարից տեղափոխվել են լույսի մեջ։ Մենք այն անտեր վիճակից տեղափոխվել ենք այն վիճակի մեջ, որ մենք Տեր ունենք, որը իրական է, ու որը քեզ սիրում է, որը ամեն բան արել է, որ քո կյանքում ամեն բան կարգի լինի։ Ուղղակի Աստծո հետ, Աստծո խոսքի հետ մենք պետք է համագործակցենք։ Ամեն, ինչ է դա նշանակում, որ պիտի հավատանք ու վստահենք իր ասած խոսքին։ Ես այս վերջերս իմ բարեկամի հետ էի խոսում, որը ինչ-որ պրոբլեմ ուներ լուրջ։ Ու իր զգացի, որ իր զգացմունքները, իր լարվածությունը ինձ վրա եկավ։ Որովհետև ես էլ հուզվեցի ու հետո որ անջատեցի, սենց մի պահ կենտրոնացա Տիրոջ վրա ու ասեցի, ես ինչու ես այս վիճակի մեջ ընկա։ Ու ես իրան գրեցի, անհնարին բան չկա, հանկարծ չվախենաս, բոլոր հարցերը կարող ենք լուծել, ամեն ինչը լավ կլինի։ Ու ես հասկացա, որ դա ճիշտ մոտեցում է։ Ոչ թե նստել ու մտածել, այս հարցը ոնց կլինի, այն հարցը ոնց կլինի։ Մի վախեցիր։ Այսօր Աստված քեզ ասում է, մի վախեցիր, վստահիր ինձ։ Դու վստահում ես այն չափով Աստծուն, ինչքանով դու Աստծուն ճանաչում ես։ Ամեն, եկեք մենք լայնացնենք մեր ճանաչողության սահմանները, որովհետև եթե դու չես զարգացնում քո անհատական հարաբերությունը Աստծո հետ, ինչ ունես, այն էլ կորցնում ես։ Այդպիսի սկզբունքը Հիսուս ասել է, ով որ ունի, նրան կտրվի։
Այսինքն ով որ իր հարաբերության համար Աստծո հետ աշխատում է, ինչ է դա նշանակում, ամեն օր հանդիպում Աստծո հետ, Աստծո խոսքի վրա մտածում է, գիտե Աստծո խոսքը հաց է, ուտում է, որ ներսի մարդը զորանա, կավելանա, ասում է, բայց ով որ չունի, այսինքն ով որ ոչ մի բան չի անում, կվերցնի նաև այն, ինչ որ ունի։ Երբեմն կարող է դու գտնվում ես այնպես իրավիճակի մեջ, կարծես ոնց որ չես էլ հավատում Աստծուն կամ այնպիսի դատարկություն ես զգում։ Դա միայն զգացմունքներն են, կամ շատ հնարավոր է ինչ որ դիվային ճնշում է, որ գալիս է։ Բայց այդ ամեն ինչի մեջ մեզ պետք է միշտ սթափ լինելու ու իմանալ ում ենք մենք հավատացել եւ ում մենք պետք է վստահենք։ Ամեն։ Ու երբ ասում ենք Տեր, ես վստահում եմ քեզ, որ մենք բոլոր սրտով վստահենք։ Այնպիսի սրտով, որտեղ չլինի կասկածանքի նշան, չլինի անհավատության, որ երբ դու վստահում ես, չլինի, բա որ չստացվի, որովհետև հավատքը այո եւ ամեն է։ Ամեն, սիրելիներս։ Հիմա ուրեմն վստահությունը, դուք գիտեք, մարդկանց հարաբերության մեջ ավտոմատ ձևով չի գալիս։ Մենք շատ երկար ժամանակ ենք տրամադրում, որ մարդուն ճանաչենք, հարաբերություն ստեղծենք։ Դուք նկատել եք, որ երկար ժամանակ դու տրամադրում ես մարդուն ճանաչես, ակնթարթի պես կարող է այդ վստահությունը կոտրվի ու կորի։ Որովհետև ինչ որ մեկը քո հանդեպ ճիշտ ձևով չվարվեց, ու դու ասում ես Տեր իմ Աստված, ես այսքան տարի մարդուն ճանաչում եմ, պարզում է ես իրան չեմ ճանաչում։ Ու հետո այդ մեկը կարող է գա ու ասի, դե կներես, դե լավ անցած լինի, հաներում եմ, բայց էլ չեմ վստահում։ Ներում եմ, բաց եմ թողնում, բայց էլ չեմ վստահում։ Գիտեք, Աստված երբեք քեզ այդպիսի առիթ չի տալիս, որ դու Աստծուն ասես, Տեր, ես քեզ էլ չեմ վստահում, որտև Աստված ամեն ժամանակ արդար է ու ճիշտ է, նա հավատարիմ է, ամեն, ու մենք, ինչպես Աստծո որդիներ, պետք է մեր հայրիկին երկնային սովորենք ճանաչել եւ վստահել, ամեն, ոչ թե վստահենք մեր հասկացողությանը, ոչ թե վստահենք մեր զգացմունքներին, ոչ թե վստահենք մեր աչքերի տեսածին, դրանք միշտ մեզ խանգարում են, սիրելիներ, դուք էլ լավ գիտեք, դրանք խանգարում են, ինչ պիտի անենք, պիտի ավելի շատ մոտիկանանք Տիրոջը, ավելի մոտիկ լինենք, որ իր ձայնը լավ լսենք, որովհետև վերջի ժամանակներում շատ օտար մոլորեցնող ձայներ են լինելու, ու դու պետք է կարողանաս զանազանել, հասկանում ես, կարող այնպիսի իրավիճակի մեջ լինես, դու չես կարող ինչ որ մեկին զանգել, խորհուրդ հարցնել, ոնց ես վարվեմ, մենք հաճախակի խորհուրդ ենք հարցնում, այս հարցում ոնց անեմ, սենց անեմ, թե այսպես անեմ, Աստված ուզում է, որ իր ժողովուրդը հասունանա, ու սովորի զանազանել իր ձայնը, ու սովորի իրան վստահել, ամեն, սա իրականում շատ կարևոր է, քո հարաբերությունը Աստծո հետ հիմնվում է ուխտի վրա, դա ուխտի հարաբերություններն են, ոնց որ ամուսնական հարաբերությունները, դա սուրբ է, ամուսնությունը դա սուրբ է Աստծո առաջ, սուրբություն է, դրա համար Աստված ասում է, ում Աստված միաբանել է, մարդը թող չփչացնի, մարդը թող չխառնի, դա սուրբ է, որտև դա ուխտ է Աստծո առաջ, դա շինք է, այդպես էլ քո հարաբերությունը Աստծո հետ դա դաշինք է, ամեն, դա ուխտ է, ու մենք պետք է հավատարիմ լինենք այդ ուխտին, հավատարիմ, Աստված, որ արարիչն է, ամեն բան ունի, նա բան խոնարհվեց, եկավ մեզ նման մարդ դարավ, որ կարողանա հոր հետ մեր փոխարեն ուխտ կնքի իր թափած արյունովը, եկեք խորենք ու մտածենք, ինչ է այդ ուխտը նշանակում ինձ համար, դա նշանակում է, որ ամեն մի բան, որ Աստված խոստացել է քեզ, ամեն բան, որ հավատաս, կփրկվես, որ Հիսուսի վերքերով դու բժշկված ես, որ Սուրբ Հոգին քո օգնականն է, որ նա քեզ երբեք չի թողնի, չի լքի, ու դրա նման շատ խոստումներ,
Քանի խոստում է քո սրտիդ մեջ դաջված, որ դժվար պահին այդ խոստումը քեզ բարձրացնում է։ Ամեն, որտեղ Աստծո խոստումներն են մեզ բարձրացնում։ Ես ինձ համար որոշել եմ, որ ես երբեք ուզեմ էլ մենակ չեմ կարող լինել, որտեղ Սուրբ Հոգին բնակվում է այս իմ մեջ, իմ մարմնի մեջ, իմ հոգու մեջ, նաև քո։ Դու գիտես դա։ Դա ինչ հիասքանչ կյանք է, որ Աստված եկավ քեզ այն միայնակությունից, որ մեղքի պատճառով եկավ Ադամի ու Եվայի միջոցով այս աշխարհ, Հիսուսը եկավ այդ հարցը լուծեց։ Ասեց այլևս դու մենակ չես լինի։ Ես իմ հոգին ուղարկում եմ քո սրտիդ մեջ, բայց մենք երբեմն այնքան սովորական ենք դրան մոտենում, ոնց որ տենց էլ պիտի լինի։ Սուրբ Հոգու անձը մենք վերածում ենք լեզուների։ Խոսեցինք մի քիչ լեզուներով, դա է, Սուրբ Հոգին դա չէ։ Սուրբ Հոգին անձ է, Սուրբ Հոգին Աստված է, որ ուզում է, որ մենք իր հետ խոսենք, որ մենք իրան ճանաչենք, որ մենք իր առաջնորդությանը ետևենք։ Ամեն։ Սուրբ Հոգին, այսպես ասեմ, ձրի ռադիո չէ, որ անդադ խոսի, նա այնքան նուրբ է, այնքան զգայուն է։ Մի անգամ ասեց, չլսեցիր, մի անգամ, երկրորդ անգամ, հետո լռում է։ Մինչև որ դու հասկանաս, որ առանց իրան ոչ մի բան չես կարող անել։ Ամեն։ Եկեք մեկ ուրիշ տեղ էլ նայենք Երեմիա մարգարության գրքի 17-րդ գլխում, Երեմիա մարգարության 17-րդ գլխից մենք կարդանք 5-րդ համարից։ 5-րդ համարից։ Այսպես է ասում Տերը, անիծյալ լինի այն մարդը, որ մարդի է ապավինում, և մարմինը իրան բազուկ շինում, և իր սրտովը խոտորում Տերիցը։ Դուք պատկերացնում եք, ոչ թե Աստված է անիծում, այլ Աստված ցույց է տալիս, որ երբ դու մարդու վրա ես ապավինում, հույսը դնում մարդուն, որ այս մարդը ինձ կօգնի, այս մարդը ինձ համար էս կանի, մարդը սենց կանի, ինչ որ մարդով ես երդվում, ինչ որ մարդուն քեզ համար գուրք ես դարձրել, խոսք ասում է, անեծ կա գալիս։ Ինչու, որովհետև ասում է, մարդու մարմինը քեզ համար դարձնում ես զորություն։ Միթե մարդու բազուկը կարող է համեմատվել Աստծո բազուկի հետ։ Մի հատ եկեք մտածենք, միթե հնարավոր չի։ Աստծո բազուկը զորավոր է։ Ասում է Աստծո բազուկը հրաշքներ է գործում։ Հրաշքներ։ Ու երբ մարդուն իր համար կուրք է դարձնում, այն ժամանակ ասում է մարդու սիրտը խոտորում, այսինքն ինչ է անում, այսպես հեռանում է Աստվածանից։ Հետո ասում է նա մոշինի պես պիտի լինի անապատումը և պիտի բարիքը եղած ժամանակը չտեսնի և պիտի բնակվի անապատի այրված տեղերումը, աղի և անբնակ երկրումը։ Սա ետևանքն է, երբ մարդը մարդուն է ապավինում։ Մենք շատերս հավանական է դրա միջով անցել ենք, որ մեկը մեզ ինչ-որ բան խոստացել է, որ ես դա կանեմ, ու հետո Աստված թույլ է տվել, որ ոչ մի բան էլ չլինի։ Աստված այնքան խանդոտ Աստված է։ Նա ուզում է ցույց տալ, որ ինքը ամեն բան կարող է քո կյանքում անել։ Ամեն։ Ու հետո ասում է 7-րդ համարը. օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում, որ Տերն է նրա հույսը, օրհնյալ է, երանելի է։ Ուզում ես չէ լինել օրհնված, երանելի, ապավիներ Տիրոջը։ Նա նման կլինի մի ծառի, որ տնկված է ջրերի մոտ, նա իր արմատները կձգե գետի մոտովը և չի տեսնիլ տաքությունը եղած ժամանակը։ Այսինքն, երբ այդ տաքությունը լինում է, դու չես տեսնի։ Աստված գերբնական պաշտպանում է։ Ասում է, այլ նրա տերևները կանաչ կլինի և երաշտ տարի նա չի վախենալ և չի դադարել պտուղ տալուց, որ երկրի վրա երաշտ է, բայց այն մարդը, որ Աստծուն ապավինում է, իր սրտում չկա վախ և իր գործը հաջողվում է, պտուղ է բերում, հաջողվում է իր գործը, հաջողվում է։ Ամեն։ Ինչ լավ է Աստծո հետ գործ ունենալ, ինչ լավ է Աստծո հետ համագործակցել, ամեն։ Գիտեք չէ, որ Աստված մեզ այդ պայմանագիրը կնքել Քրիստոսի արյունովը, կնքված է այդ պայմանագիրը, Աստված իր կողմը կատարյալ ձևով կատարել է, մնում է, որ դու քո կողմը կատարես, ամեն,
Որն է մեր կողմը, որ մենք վստահենք Աստծո խոսքին։ Վստահենք Աստծո խոսքին։ Վստահենք Աստծո խոսքին։ Ամեն։ Պարզա չի ասում, ու հետո 9-րդ համարը ասում է խորամանկ է սիրտն ամենից ավելի եւ ապականված նրանով կարող է հասկանալ։ Ես Տերս քննում եմ սիրտը, փորձում եմ երիկամունքը, որ տամ մարդիս իր ճանապարհներին համեմատ եւ իր գործերի պտուղի համեմատ։ Համեմատ։ Երբ մենք ինքներս սկսում ենք ինչ-որ ինքնուրույն բաներ անելու չի ստացվում, մեղադրում ենք Աստծուն։ Դա խորամանկություն է, դա ճիշտ չի։ Վստահել Աստծուն նշանակում է ճանաչել Աստծուն։ Վստահել նշանակում է, որ դու գիտես, որ ինչ որ Աստված ասում է, Աստված իր խոսքի Տերն է։ Իր խոսքի Տերն է։ Ու երբ Աստված խոսք է տալիս, խոստում է տալիս, կարող է իրավիճակները հակառակ լինեն։ Բայց երբ դու ճանաչում ես Աստծուն, դու գիտես, Տեր, թեկուզ իրավիճակները այսպիսին են, ես գիտեմ, դու քո խոսքի Տերն ես։ Ամեն։ Ու մեզ համար լավագույն օրինակը Աբրահամն է։ Ու ես ուզում եմ շատ արագ ձևով, մենք շատ անգամ անդրադառնում ենք Աբրահամի օրինակին, ուղղակի ուզում եմ ցույց տալ, ոնց ինքը զորացավ իր հավատքի մեջ։ Ու մենք ինչ-որ բան կարող ենք սովորել, չէ՞ այնտեղից։ Ուրեմն Հռոմեացիս 4-րդ գլխից եկեք մի հատ նայենք մի հատված 4-րդ գլխից 17-րդ համարից։ Ու զուգահեռ անցկացնենք մեր կյանքին։ Ասում է, ինչպես որ էլ գրված է, թե շատ ազգերի հայր արի քեզ, Աբրահամի մասին ասում է Աստծո առաջին, որին հավատաց, Աբրահամը հավատաց Աստծուն, որ մեռելներին կենթանի անում եւ չլինող բաները լինողի պես է կանչում։ Սա Աստծո բնույթն է։ Նա ունի զորություն մեռելներին կենթանի անել։ Այն բաները, որը կարծում ես, որ մեռած է, պրծած է, Աստված այդ ամեն ինչին կյանք կարող է տալ։ Մենակ պետք է հավատալ։ Աբրահամը ինքը իր ընթացքի մեջ, իր կյանքի մեջ, որ ինքը Աստծո հետ ապրում էր, ինքը այդ բաները վերապրել է։ Ու սա վկայություն է։ Ու ինչ է ասում, ասում է, որ առանց հույսի հույսով հավատաց, թե շատ ազգերի հայր կլինի, ինչպես ասվեցավ, թե այսպես պիտի լինի քո զավակը։ Երբ իրեն ասվեցավ, որ ինքը պիտի շատ ազգերի հայր լինի, երբ ինքը դեռ երեխա չէր ունենում։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Աստված գիտեր ինչ էր անում։ Աբրահամի կինը Սարան չէր կարող երեխա ունենալ։ Աստված սիրում է անելանելի իրավիճակները, որտեղ երբ ամեն ինչը այսպես հարթ է, Աստծո հրաշքի կարիքը չկա։ Բայց երբ Աստված կանչեց Աբրահամին ու իր կինը, դուք պատկերացնում եք, մի քանի տարի ամուսնացած են, երեխա չեն ունեցել։ Ու Աստված կանչեց Աբրահամին, ասեց, շատ ազգերի հայր պիտի լինես։ Աստված ասեց։ Երբ Աստված ասում է, փոխում է իրավիճակները։ Աբրահամի համար անսովոր էր, բայց խոսք ինչ ասում, առանց հույսի, հույսով հավատաց։ Առանց հույսի, մարդկայնորեն ինքը նայում էր, չէ, բան չկա, բան դուրս չի գալիս, բայց Աստված ասեց։ Վստահել Աստծուն նշանակում է վստահել Աստծո բերանից դուրս եկած խոսքին, որը քո համար է ուղղված։ Որպեսզի դու լսես Աստված քո իրավիճակի համար ինչ խոսք է ասում, քո ականջները պիտի շատ ուշադիր լինեն։ Ոչ թե աղմուկի մեջ լինեն, այլ շատ ուշադիր լինեն։ Դու փնտրես Աստծո երեսը ու ասես, Տեր, իմ իրավիճակը սա է, խոսիր ինձ հետ։ Դու ունես խոսք։ Այս 66 գրքերի մեջ դու ունես ինձ համար խոսք։ Ամեն։ Երբ մենք ունայնության աղմուկի մեջ ենք, Աստված խոսի էլ դու չես լսի։ Դու պետք է ժամանակ վերցնես, որ երբ Աստված խոսի, դու լսես, ամեն, որտև Աստված ուզում է խոսել։ Երբ մենք նեղության մեջ ենք, Դավիթը Սաղմոսների մեջ ասում է, իմ նեղությունից կանչեցի դեպի քեզ, ու դու լսեցիր ինձ, լսեցիր։ Խոսքը ասում է, ականջ տվողը ականջ ստեղծողը միթե չի լսի։ Աստված ունի լսելիք, ականջ ունի։
Ամեն, ուղղակի դու պետք է քո կողմից ակտիվ լինես քո հարցում։ Ու տեսեք Աբրահամը, ակներիք այն ժամանակ ինքը Աբրահամ էր, որ խոստումը ստացավ եւ որ ինքը պիտի ունենա ժառանգություն եւ բնական է ինքը մտածել է երևի շուտ պիտի արդեն երեխան ծնվի, բայց տարիները անցնում էին, չէր երևում, ինքը ուներ խոսք, բայց տարիները անցնում էին, ոչ մի բան չէր երևում, որտեվ Աստված որ խոսք է ուղարկում, այդ խոսքը մարմին պիտի դառնա, իրականություն պիտի դառնա, ինչի համար ուղարկվածը պիտի դառնա։ Ամեն Եսայի 55-ում գրված է, ասում է, իմ խոսքը, որ ես ուղարկում եմ երկրի վրա, պարապ չի վերադառնում։ Ինչպես անձրևը ձյունը, որ գալիս է, պարապ չի վերադառնում։ Ինչ անում, ինչ որ բան անում երկրի հետ։ Այն սերմերը, որը երկրի մեջ կա, մենք հիմա տեսնում ենք, որ ձյանտակից ինչ որ կյանք է սկսում այնտեղից դրսևորվել։ Կյանք կա, որտեղ սերմեր կա։ Ու Աստված ասում է, իմ խոսքը սերմ է, որ ես ուղարկում եմ քո կյանքի մեջ։ Պարապ չի վերադառնա, երբ դու այդ սերմը պահես քո սրտիդ մեջ, երբ դու հավատաս, ու ասում է կկատարի հաջողությամբ այն, ինչի համար որ ես ուղարկել եմ։ Ամեն, ով որ երեխա չունի, որ ասում է պիտի ունենաս ազգերի հայր պիտի լինես, նշանակում է քարը տրաքի պիտի լինի։ Աստված որ ասեց պիտի լինի։ Ուղղակի Աստծո ասացին պետք է հող, որ դու ընդունես ու ասես Տեր, ես հավատում եմ քո խոսքին ու ես որոշում եմ քեզ հետ միասին քայլել, քեզ հետ միասին քայլել ամեն օր ու վստահել քեզ։ Ամեն, դուք գիտեք պատմությունը, որ Աբրահամը մի քանի անգամ սայթակել է։ Ու մի անգամ Ծննդոց 15-րդ գլխում Աստված հայտնվեց ու ասեց Աբրահամ, ասեց ահա ես։ Ասեց ո՞նց ես, ո՞նց է կյանքդ։ Ամեն ինչը լավ է։ Ու Աբրահամը սկսեց դժգոհել։ Դե ասել ես, որ որդի պիտի ունենամ, ուր է չկա։ Ինչ է իմ ծառան պիտի որդի ունենա, հետո ինձ տա։ Ես որդի գրեմ, Աստված ասեց, ոչ։ Աբրահամ, քեզանից պիտի ծնվի քո որդին։ Մի հատ այսպես ուղեց իր բանը կենտրոնացումը, որովհետև ինքը մտածում էր մարդկային ձևով։ Երբեմն Աստված որ մեզ հետ խոսում է, մենք մտածում ենք Աստծուն օգնենք, որ Աստծո ասածը իրականացվի։ Ու ինքը որ տրտնջաց Աստված ասեց, չէ, պիտի ինչ որ մի բան անեմ այս տղայի հետ, ասեց մի հատ դուրս արի, մի հատ նայ երկնքին։ Երկինքը դա այն բանն է, որը ես եմ ստեղծել։ Մի հատ ուշադրություն դարձրու, քեզանից հայացքդ ուղղիր իմ արարչության վրա։ Տես ես ով եմ։ Կարող ես հաշվել այս տղերը։ Ու նա սկսեց հաշվել ու չկարողացավ։ Ու մինչև որ ինքը հաշվում էր, իր ուղեղի մեջ փոփոխություն էր տեղի ունենում։ Ինքը սկսում էր բաներ տեսնել։ Իր երևակայությունը փոխվեց, որտեղ իր երևակայության մեջ ուր է իմ տղան, չի ծնվում, Աստված ասեց, բա ինչու չի լինում, բա ինչու սենց, կարող է չի լինի։ Այո, երբ Աստված տալիս է խոստում, կա նաև հակառակություն։ Բայց Աստված իր խոստումի համար կանգնած է։ Ուզում է դու էլ իր խոստումի համար, քո կյանքի համար կանգնես, վստահես իրեն, սիրելիներս։ Ու երբ նա նայում էր այդ աստղերին, ինչ որ մի բան փոխվեց այստեղ։ Վաու, ուրեմն այն Աստված, որ ինձ խոստացել է, ինքը այս անհամար աստղերը ստեղծել է, ինքը սրա տերն է։ Ուրեմն իր համար, եթե ինքը այս բաները ստեղծել ես, երկինքը ես, երկիր ես, ամեն ինչը, երեխայի համար կարող է ինքը չկարողանա, կարող է։ Ու գրված է Աբրահամ հավատաց։ Եվ Աստված այդ հավատքը, այդ վստահությունը համարեց ինչպես արդարություն։ Ամեն հավատքը, երբ վստահությունը գալիս քո սրտիդ մեջ, երբ դու սկսում ես բաներ տեսնել, որ դեռ չկա, երբ դու նայում ես Աստծո արարչությանը, երբ դու խորում ես Աստծո խոսքի վրա, ամեն, օրինակ ինչ վերաբերում է բժշկությանը, մենք շատերս մտածում ենք բժշկությունը ֆոկուսի պես, հոպ պիտի լինի, միշտ չէ այդպես, բայց Աստված ուզում է, որ դու լինես առողջ, Աստված ուզում է, որ այն ընթացքի մեջ, որ դու իր հետ պիտի քայլես, խորհելով իր խոստումի վրա, դու իրան ավելի լավ ճանաչես, դու իրան ավելի լավ ճանաչես, ամեն, Աբրամը դարավ Աբրահամ, Աստված փոխեց իր անունը ու ասեց ես ամենակարող Աստված եմ,
քայլի իմ առաջ, սուրբ։ Ինչ որ ես ասել եմ, ես կկատարեմ։ Ինչքանով դու վստահում ես Աստծո ասածին քո կյանքի համար։ Գիտեք, ամբողջ Աստվածաշունչը խոսք է, ընդհանուր, բայց Աստված այդ ամբողջ իր խոսքից ինչ որ մի խոսքով խոսում է քո կոնկրետ իրավիճակի մեջ, կոնկրետ այն իրավիճակի մեջ, որը քեզ կրծում է մի որդի պես, որը քեզ չի թողնում, որ դու հանգիստ քնես։ Դու ասա Տեր, դու ունես խոսք, այդ խոսքը Աբրահամից այդ լարվածությունը հանեց, ազատեց իրան։ Ինքը արդեն, տեսեք, ինչու ասում, չեղած բանը տեսավ, ինչպես եղած։ Ինքը դեռ հայրը չի դարել, բայց ինքը արդեն իրան տեսնում էր ինչպես հայր, ինքը տեսնում էր Իսահակին։ Ինքը Սառային ասում էր Սառա, այսինքն ազգերի մայր։ Կարող է հարևաններ ասում են, այս խելքից բան են, մի քիչ ոնց որ են չեն։ Երեխա չունեն մեկը մյուսին հետ ոնց է կանչում։ Այո, երբ հավատքը նշանակում է տեսնել անտեսանելին։ Այդ անտեսանելին դու տեսնում ես, երբ դու Աստծո հետ հանդիպում ես։ Երբ դու Աստծո հետ խոսում ես, երբ դու ասում ես Տեր, ես էլ քո խոսքը։ Ես գիտեմ, որ դու հրաշքներ գործող Աստված ես։ Խնդրում եմ, խոսիր իմ իրավիճակի համար։ Խոսիր այս բանի համար, տուր ինձ այդ խոսքը։ Կարող է այդ պահին Աստված խոսի, կարող է մի քանի օր հետո, բայց կարող է մի քիչ էլ ուշացնի, տեսնի իրականում դու հետաքրքրված ես, որ Աստված քեզ հետ խոսի, թե ոչ։ Ամեն։ Մենք շատ անգամ մտածում ենք Աստված մատուցող է։ Խնդրեցիր պիտի հոп բերի, դա քո առաջ քեզ տա այն, ինչ որ դու ուզում ես։ Աստված երբեմն ուշացնում է։ Ու եկեք տեսնենք, ինչ է հետո գրված Աբրահամի մասին, որ ինքը առանց հույսի հույսով հավատաց։ Ամեն։ Ինքը հույսով հավատաց։ Հիմա պատկերացրու, կարող է դու էլ այնպիսի իրավիճակի մեջ ես, որ ոնց որ հույս չկա։ Այդ քեզ է թվում այդպես։ Մի հատ նայ Աստծուն, մի հատ իրան հարցրու։ Ասա Աստված ջան, ինչ ես ասում, հույս կա թե չկա։ Ինչ պիտի Աստված քեզ պատասխանի։ Դու արդեն գիտես, որտեվ Աստծո համար անհնարին բան չկա։ Քո Աստված անհնարինի վարպետն է։ Ու տեսեք ինչ է գրված այստեղ Աբրահամի մասին 18 համար ասում է, որ առանց հույսի հույսով հավատաց, որ շատ ազգերի հայր կլինի, ինչպես ասվեցավ, այսպես կլինի քո զավակը, եւ չտկարացավ հավատքով, այսինքն մտիկ չարավ իր մարմնին, որ արդեն մեռած էր, իբրև հարյուրամյա լինելով, ոչ էլ Սառայի արգանդին մեռած լինելուն, այսինքն ինքը ֆիզիկապես մեռած էր, իր կարողությունը Սառայինը մեռած էր, ինչու ինքը չտկարացավ հավատքով, ինչու չտկարացավ, որովհետև չէր նայում իր մարմնին, չէր նայում իր իրավիճակներին, այլ ինչին էր նայում, Աստծո խոստումին, Աստված ասել է, այո նայում եմ Սառային, նայում եմ ինձ, ամեն ինչ ժամ անցել է, բայց Աստված ասել է, Աստված երբեք սուտ չի խոսում, Աստված հավատարիմ Աստված է, ու ես հրաժարվում եմ կասկածել Աստծո խոստումի վրա, ես ուզում եմ հավատալ, վստահել Աստծուն, ու Տեր, դու տես, ես վստահում եմ մինչև վերջ, ես քեզ վստահում եմ, ու հետո, ինչպես մենք անենք, որ մեր հավատքը չտկարանա, եկեք չնայենք իրավիճակներին, մի նայր իրավիճակին, մի նայր քո մարմնի զգացողություններին, մի նայր քո ֆինանսական, բացասական իրավիճակին, մի նայր հարաբերությունների, չգիտեմ, ցավոտ, միգուցե ընթացքին, մենք դրա միջով անցնում ենք, բայց այդ ամեն ինչի մեջ մեզ պետք է Աստծուց խոսք, որից մենք կարող ենք բռնվել, որ մեր խոստումը կլինի, ու հետո ինչ է ասում, ասում է և Աստծո խոստմունքի համար չերկմտեց, անհավատությունով, չերկմտեց, երկմտությունը միշտ գալիս է ժողովուրդ ջան,
Ինչու, որտեվ քամիները այսպես գալիս են, իրավիճակները գալիս են։ Կարող Աստված քեզ խոսք կետվել, որ դու բժշկված ես, որ ամեն ինչը քո մոտ լավ կլինի, ցավերը ոնց որ նորից են սկսվել։ Մի վախեցիր։ Դա քո կռիվն է։ Հիսուսի հետ դու հաղթող ես։ Ամեն։ Ասում են նա Աստծո խոստմունքի համար չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով եւ Աստծուն փառք տվավ։ Ոնց զորանանք հավատքով։ Ոնց ես ուզում եմ զորանալ հավատքով։ Իմ հավատքի զորության աղբյուրը ով է։ Այո, Աստված է։ Իր խոսքն է։ Որ իր խոսքը, այդ խոսքը պետք է խոսի քեզ հետ։ Այդ խոսքը պետք է կենթանի լինի քո համար։ Որ պարկում ես դրա մասին ես մտածում, վեր ես կենում դրա մասին ես մտածում, ամեն։ Ես հիշում եմ մեր քույրերից մեկը, որ հովական ծառայության մեջ էր, երբ իրանք ամուսնացել են, մի քանի տարի երեխա չեն ունեցել, բայց ինքը իր սրտի մեջ ստացել է խոսքը, որ պիտի երեխա ունենա, ու իր ամուսինը պատմում էր, ասում էր, մենք պարկում ենք քնել, ինքը ասում է, այսպես ձեռքը մեկնում է ու ոնց որ օրորոցը, դեռ օրորոց չկա, ոնց որ օրորոցը ինքը այսպես տանում բերում է, երեխային քնացնում է, օրորոցային է երգում։ Ասում է, ես արդեն մտածել եմ, կարող է իմ կնոջ հետ ինչ-որ մի բան է ինչ է։ Ոչ։ Նա մի բան տեսել է, ու այդ տեսածը սկսել է իրականացնել, ու երկու երեխա ունեցա։ Երբ ասում են անհնարինը, ունեցա երկու երեխա, Աստծո համար անհնարին բան չկա։ Ամեն սիրելիներս։ Ու հետո ասում է, տեսեք, ոնց նա զորացավ հավատքով, ոնց զորացավ, չերկմտեց Աստծո ասածի վերաբերյալ։ Ամեն, քո ասածի վերաբերյալ, քո մտքի վերաբերյալ կարող ես կասկածել, բայց Աստծո ասածի վրա մի կասկածի։ Ու հետո ասում է, իր մտքումը համոզված էր, թե նա, որ խոստացավ, կարող է եւ անել։ Դա նշանակում է, որ Աբրահամը նույնպես անդադ բանը այսպես կասկածանքի անհավատության հարվածի տակ էր, բայց ինքը իր մտքի մեջ համոզված էր։ Ինչ որ լինում էր, ասում էր, չէ, Աստված ասել է, այո, Սարայի արգանդը մեռած է, իմ մարմինը մեռած է, բայց Աստված ասել է։ Աստված ասել է, Աստված հավատարիմ է, Աստված սուտ չի խոսում, Աստված իր խոսքի տերն է։ Ես Աստծո հետ ուխտի մեջ եմ։ Ինքը ասել է, ուրեմն պիտի անի։ Իր մտքի մեջ համոզված էր։ Ամեն։ Ուրեմն եկեք մեր մտքի այդ բաները, մեր մտքի գոտեպնդենք, մեջքը գոտեպնդենք, մեր մտքի մեջքը գոտեպնդենք ու մտածենք Աստծո խոսքով, այն խոսքով, որ Աստված մեզ հետ խոսեց։ Եթե դեռ խոսք չկա, եկեք գնանք հանդիպելու Աստծո հետ, ասենք Տեր, ես գիտեմ, դու որ բերան ես տվել ինձ խոսելու, դու էլ խոսել գիտես, դու ես իմ ձայնին ձայն տալիս, Տեր, ես քո որդին եմ, ու ես գիտեմ դու չես ուզում իմ իրավիճակի մեջ այսպիսի բարդություն լինի, խնդրում եմ խոսիր այս իրավիճակի համար, դուր ինձ խոսք, Աբրահամին տվեցիր, ինձ էլ դուր Տեր, ես մեկին տվեցիր, ինձ էլ դուր, դու խոսիր Աստծո հետ, ինչպես քո հոր հետ, մեկի հետ ում հետ դու ուխտի մեջ ես, ամեն, ասում դա ինքան դուր է գալիս, մետեղ գրված ասում է հիշեցրու, իմ խոստումները ինձ, հիշեցրու, ոչ թե որ մեր Աստված մոռացկոտ է, ուզում է որ դու հիշես, ու ավելի համոզված լինես քո մտքիդ մեջ, թե ով է քո Տերը, ամեն, ինչ լավ բան ասում է, եւ մտքումը համոզված էր, թե նա որ խոստացավ, կարող է եւ անել, կարող է եւ անել, այսինքն, հիմա ասեք, անելու համար պատասխանատվությունը ում վրա էր, Աբրահամի թե Աստծո վրա։ Ճիշտ պատասխանը Աստծո վրա էր։ Անելը, երեխա տալը Աստծո վրա էր։ Աբրահամինը հավատալը։ Ամեն, խոսքը այդպես ասում։ Նրա համար էլ ասում է, իր մտքում համոզված է, որ նա, որ խոստացավ, կարող է անել։ Դուք պատկերացնում եք։ Էս ինչ լավ բան է, սա է հավատքը, որ ասում ես Տեր իմ Աստված, դու խոստացել ես, լավ հիմա ես սպասում եմ 10 տարի 20, լավ է 25-ն էլ արդեն ծերացանք, արդեն բանից անցավ։ Տեր իմ Աստված, բայց ո՞նց կլինի։ Դուք հասկանում եք, ինքը էլ չի տկարացել իր մտքի մեջ, իր հավատքի մեջ, այլ ասել ես չգիտեմ ո՞նց կլինի։ Ես մի բան գիտեմ, Աստված ասեց, կանի։ Աստված ասեց, կանի։
ինքն է խոստացել, ուրեմն իր պատասխանատվությունն է։ Դա է հավատքը, որ դու վստահում ես Աստծուն։ Ամեն։ Դուք սկսում եք ինչ-որ բաներ տեսնել ձեր իրավիճակի մեջ։ Դուք տեսնում եք, որ մենք ամեն մեկս գործ ունենք կենթանի ամենակարող Աստծո հետ։ Սիրելիներս, երբ մենք այստեղից գնանք տուն, թույլ մի տվեք, որ այն իրավիճակները, որը ձեզ խեղդում են, անհանգստացնում են, ձեզ խեղճացնեն։ Դուք թույլ տվեք, որ Աստված ձեզ մի նոր բան տա, որ դուք տեսնեք, որ չեղածը Աստված անվանում է, տեսնում է ինչպես եղած։ Ամեն։ Աստված ձեր հիվանդների, մեր բոլոր հիվանդների համար Աստված տեսնում է, որ մենք առողջ ենք։ Ով որ ունի խնդրեմ, Աստված տեսնում է, որ այդ հարցը լուծված է։ Ուղղակի պետք է համագործակցություն քո վստահությանը, որ բաները սկսեն փոխվել։ Համաձայն ես։ Համաձայն ես, սիրելիս։ Ամեն։ Լավ, եկեք մի քանի տեղ էլ կարդանք, շատ ոգևորիչ Աստծո խոսք։ Ուզում եմ ձեզ այսպես ոգեշնչել Աստծո խոսքով։ Ուրեմն 118 Սաղմոսը ու մենք նայենք 5-րդ համարից, այսպես ասում. նեղության միջից Տիրոջը կանչեցի, Տերը լսեց ինձ, լայնարձակ տեղ հանեց, լայնարձակ տեղ հանեց, ով որ նեղության մեջ է, ձեզ համար կա լայնարձակ տեղ, կանչեք Տիրոջը, ասեք Տեր, ես քո խոսքը 118 Սաղմոսը 5-րդ համարում գրված է, որ դու լայնարձակ տեղ հանող Աստված ես, Տեր, հիմա խնդրում եմ, մի հատ ինձ հանի, տեսնեմ քո փառքը, Տեր, ուզում եմ, սպասում եմ, գիտեք դա հարաբերություն է, հետո ասում է, Տեր ինձ հետ է, ես չեմ վախենալ, մարդը ինձ ինչ կանի, Տերը իմ օգնականներովն ինձ հետ է, ռուսերեն թարգմանությունում ասում է, Տեր իմ օգնականն է, Տերն է իմ օգնականը, ասում է, ես իմ թշնամիների վրա կնայեմ, քո պրոբլեմները քո թշնամիներն են, քո ընկերները չեն, իրանց հետ ընկերություն մի արա, նրանց հարցերը լուծի, ամեն, ասում է, լավ է Տիրոջը հուսալ, քան թե մարդկանց ապավինել, լավ է Տիրոջը հուսալ, քան թե իշխաներին ապավինել, Աստծո խոսքը մեզ ասում է, նորից եկեք չապավինենք մարդկանց, ամեն, հիմա մի զուգահեռ համար ուզում եմ ցույց տալ, այս որ Տերը իմ օգնականն է, Եբրայեցիս 13-րդ գլխում, նենց հետաքրքիր է, որ հեղինակը ուղերձի մեջբերում անում, բայց մի քիչ ուրիշ ձևով է ներկայացնում այդ համարը, ուրեմն Եբրայեցիս 13-ի 6-րդ համարը, այսպես ասում, ասում է, այսպես, որ համարձակ ենք ասելու, Տերն է իմ օգնականը, ես չեմ վախենա, ինչ կանե ինձ մարդը, այս որ կարդում ենք է, Տերն է իմ օգնականը, մի հատ եկեք պատկերացնեք, ով է քո Տերը, ինչպիսին է իր բազուկը, ինչպիսին է իր միտքը, ինչպիսին են իր կարողությունները և հնարավորությունները, որ անհամար եկեք մի հատ մտածենք, գիտեք ինչ, դա երբ դու հանդիպում ես Աստծո հետ, իր խոսքի մեջ, դու սկսում ես մտածել, Տեր իմ Աստված, ես ուղղակի առաջ կարդում եմ օգնական, բայց հիմա օգնական, դա նշանակում է դու ինչ որ ունես, ինչ որ կարող ես, դու գալիս ես ինձ օգնելու, էլ ես ինչու պիտի խեղճանամ ու վախենամ, դրա համար ասում է, ես չեմ վախենա, ինչ կանի ինձ մարդը, որտև հասկանում է ով է իր օգնականը, Աստծո ժողովուրդ ջան, լսում եք, ուզում եք ձեր կյանքում գա փոփոխություն, այսպես բաներ, արտասովոր, Աստծո ձեռքի ներգործություն, ես էլ եմ ուզում տեսնել ձեր կյանքում, իմ կյանքում, մեկը մյուսի կյանքում տեսնենք, ու ասենք, ահա, այսպես է լինում են մարդու հետ, ով որ ապավինում Աստծուն, այսպես է լինում է, այսպես, հիմա տեսեք ինչ է գրված 146 Սաղմոսում, 146 Սաղմոսում այսպես է գրված, 6-րդ համարում, 5-րդ համարում, ասում է երանի նրան, որի օգնականը Հակոբի Աստվածն է, որ նրա հույսը
իր Եհովա Աստծո վրա է։ Երանի նրան, երանի։ Ոչ թե երանի նրան, ում չգիտեմ քերին միլիոնատերա կամ հորքուրը չգիտեմ ով է, երանի նրան, ում օգնականը Աստվածն է։ Ու հետո ասում է, որ ստեղծեց երկինք ու երկիրը, ծովն ու նրանց մեջ ամեն եղածը, որ հավատարմություն է պահում հավիտյան։ Հավատարմություն է պահում հավիտյան։ Ամեն, երանի այդ մարդուն։ Մինտեղ էլ ուզում եմ կարդալ, ուրեմն Արակաց գիրքը 28-25, Արակացի 28-25, ասում է հպարտ սիրտ ունեցողը կռիվ կգրգռե, բայց տիրոջը ապավինողը կպարարտանա, տիրոջը ապավինողը կպարարտանա, սա չի խոսում, սա խոսում է նրա մասին, որ մարդը պիտի բարգավաճի, խոսքը կա, Աստծո օրհնության խոսքերի մեջ, որ քո ոսկորները, երբ դու լսես Աստծո խոսքը ու պահես նրա պատվիրանները, քո ոսկորները պարարտ են լինելու, պարարտ, չեն ճռճռալու, չեն ցավալու, պարարտ, խոստմունքը, ասա Տեր, իմ ոսկորները պարարտ պիտի լինեն, ես միջև եմ պահը, որ դու ասես արի ինձ մոտ, պիտի ոտքի վրա լինեմ, խոստմունքը, այդ հազար մի խոստմունքը Սուրբ գրքի մեջ, ում է սպասում, մեզ, ամեն, այդ ինչի հասկանչ բան է Աստված ասում, ասում է նա, որ ապավինում Աստծուն, նրա ոսկորները, թե նա պիտի պարարտանա, հետո տեսեք ինչ ասում, 26, ասում է, իր սրտին ապավինողը հիմար է, ռուսերեն թարգմանություն ասում է, այն մարդը, ով որ ինքը իր վրա է հույսը դնում, ես, բա ես չլինեմ չի լինի, բա ես չանեմ չի լինի, ով որ իր վրա է հույսը դնում, նա ասում է այսպես, նա հիմար է, բայց իմաստության մեջ կարոտը կպրծնի, վարվողը, այո, կներեք, վարվողը, ռուսերեն ասում է, ով որ իմաստության բա վարվում, ողջ առողջ կլինի, այսպես, ոչ մի նեղություն չի լինի, ինչքան այս բեմից հնչում է, հույսը մի դիր քեզ վրա, անգամ եթե դու գիտես լուծումը, ասա Տեր, շնորհակալ եմ, որ այդ լուծումը դու ես ինձ տալիս, շնորհակալ եմ, որ իմ ոտքերին ուժը դու ես տալիս, շնորհակալ եմ իմ աչքերին տեսողությունը դու ես տալիս, իմ ձայնին ուժը դու ես տալիս, Տեր, ես ով էի, Դավիթ ասում էր, ես ով եմ մարդը, իր կյանքը գոլորշիի պես բարձրանում, հոպ չկա, բայց դու այդքան պատվում ես մարդուն, Տեր, այդ ոնց ես, դու սիրում մարդուն, որ դու մարդացար եկար այս աշխարհ, որ ասես, ով մարդ, սիրում եմ քեզ, դու թանկ ես ինձ համար, իմ ամենաթանկն եմ տալիս քեզ համար, ամեն, դու մենակ չես, բարձրյալ Աստվածը, Հակոբի Աստվածը, Իսրայելի կենդանի Աստվածը, քո օգնականն է, ամեն բանում, ամեն, դու մենակ չես, Աստված քեզ հետ է, նա քո օգնականն է, Աստված տեսնում է մեր յուրաքանչյուրի սիրտը, տեսնում է, նա տեսնում է, նաև այն, որ կարող է ինչ-որ բանի համար դու կռվում ես, քո ներսում պայքարում ես ու հոգնել ես, ասել ես, մինչև ստեղ չի, մինչև ստեղ հոգնել եմ, թողնեմ գնամ, գիտեք, այդպիսի իրավիճակներ լինում են, բայց Աստված ուրիշ պատասխան ունի, Աստված ասում է, շարունակիր ինձ վստահել, շարունակիր հավատա ինձ, ես քո Տերն եմ, ես մեռածին կենդանի անող եմ, չեղածը, ինչպես եղած եմ համարում, այն ինչ, որ դու տեսնում ես քո աչքերի առաջ, որ լավ չի, հաջող չի, ես տեսնում եմ ուղիղ հակառակը, ու ես ուզում եմ այդ երևակայությունը, այդ պատկերը քո սրտի մեջ դնել,
Ուղղակի բացիր քո սիրտը ինձ համար։ Բացիր, որ դու սկսես տեսնել անտեսանելին։ Անտեսանելին, ամեն, անտեսանելին։ Աստծո համար ամեն բան հնարավոր է։ Եվ ինչքան մենք դրա մասին խոսում ենք, այնքանով մեր սիրտը լցվում է հավատքով։ Ինչքանով մենք խոսենք խնդիրների մասին, այո, մենք կարող ենք խոսել, որ այո, այստեղս ցավում է, բայց դրա վրա չի կենտրոնանալ, ցավում է, բայց ստորակետ, բայց վերջի խոսքը Տիրոջն է, բայց Տեր ասում է, Քրիստոսի վերքերով բժշկված ես, Քրիստոսի վերքերով, ամեն, Աստված հավատարիմ է, Աստված իր խոսքի մեջ հավատարիմ է։ Եկեք ուղղակի վստահենք իրան, ոնց որ ասում է բոլոր սրտով վստահենք եւ մեր հասկացողությանը չվստահենք, այլ Աստծո խոսքին վստահենք, Աստծուն վստահենք, ամեն։ Ես հորդորում եմ ձեզ, որ դուք սենց ժամանակ ունենաք, որ դուք ինքներդ Աստծո հետ լինեք։ Ես դա անվանում եմ մեր անձնական կյանքը։ Մենք ամեն մեկս ունենք իրավունք մեր անձնական կյանքի համար, որ մենք Աստծո հետ հանդիպենք։ Երեխեքին ասում եք, երեխեք սպասեք, բոլորին, աշխարհ դու սպասի, ես ունեմ իմ անձնական կյանքը, ես պիտի իմ անձնական կյանքով զբաղվեմ։ Ու գնում ես մի քանի րոպե, ասում ես, Տեր, այդ ամեն ինչը թողնում եմ, քեզ եմ, եկել եմ քո մոտ, խոսիր ինձ հետ, ու խոսում ես, ոնց ես ապավինում, ոնց ես սիրում։ Դավիթ ասում էր, օրհնիր Տիրոջ ով իմ անձը եւ մի մոռանար նրա բարի գործերը, մի մոռանար։ Եկեք հիշենք, Տեր, ես նենց հիշում եմ այն ժամանակ, որ ես այնքան ինձ մենակ եմ ասում, դու ասում ես, օ, հերիքա, մոռացել ես, որ ես քո միայնակությունը վերցնել եմ, ես եմ քո մեջ բնակվում։ Ուզես չես էլ կարող մենակ լինել։ Ես քեզ հետ եմ։ Ես։ Դու մտածել ես, դու այս բանը չես կարող, տեսար, որ կարողացար, բայց քո խելքով չէ, իմ խելքով։ Ու դու սենց վերլուծում ես, ասում ես, Տեր, ես ինչ լավն ես դու, Տեր, էլի եմ ուզում խոնարհվել քո առաջ։ Տեր, էլի եմ ուզում խոնարհվել։ Եթե ինչ-որ բզիկներ կա իմ կյանքում, այսպես ազատիր ինձ դրանցից։ Մաքրիր, սրբացրու ինձ, որ իմ մեջ ոչ մի բան իմ դեմ չաշխատի, այլ որ ես քո խոսքի հետ մեկ լինեմ։ Ամեն։ Ինչի հասկանչա Տիրոջը վստահել, ինչի հասկանչա վստահել իր խոսքին, ամեն։ Գիտեք, երբեմն երբ շատ դժվար է լինում, ճնշումը ուժեղ է լինում, թվում է, որ կարող ես ախելագարվես, կանգնիր սատանայի դեմ ու ասա, սատանա քեզ չի հաջողվի, ոչ մի բան։ Կարող է ես հիմա ճիշտ չեմ պահում ինձ, կամ չգիտեմ, մի քիչ հուզվել եմ, մի քիչ ինչ որտեղ վրիպել եմ, բայց ես գիտեմ, իմ Տերը հավատարիմ է։ Նա ինձ երբեք չի մոռանում, նա ինձ երբեք չի լքում, դրա մեջ ես համոզված եմ։ Ձեզանից ամեն մեկը Աստծո հայացքի կենտրոնում է։ Աստված քեզ ոչ թե սենց կողքով է նայում, ուղիղ դու Աստծո աչքի բիբն ես, կենտրոնում ես։ Ամեն, եկեք մենք կանգնենք Տիրոջ առաջ այս լավ ներկայության մեջ։ Օ Հիսուս, հալելույա, 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 հալելույա։ Ես խնդրում եմ, որ մենք հիմա մեր ձեռքերը բարձրացրու քո ձեռքերը անգամ որ չես ուզում։ Կանգնիր անգամ որ քեզ դժվար է։ Ցույց տուր, որ նա է քո զորությունը։ Հալելույա, 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 Բարձրյալ Աստված, Օ մեր Հայր, մենք շնորհակալ ենք, որ դու մեզ սիրել ես, որ դու մեզ որդեգրել ես, որ դու քո հոգին դրել ես մեր մեջ։ Դու արել ես ամենը, ինչ որ ոչ մի մարդ չի կարող, չգիտեմ, մի միլիոնավոր տոկոսն էլ անել։ Տեր, թող ամեն մի անհավատությունը, ամեն մի կասկածամտությունները, Տեր, Հիսուս Քրիստոսի անով թող հեռանան։ Տեր, մենք ուղղակի ներողություն ենք խնդրում քեզանից։ Ամեն մի պահի համար, որ մենք մտածել ենք, որ դու մեզ չես լսում, կամ մեր կյանքում ինչ որ բան չի փոխվի դեպի լավը, ներիր մեզ, Տեր, ներիր,
Քո խոսքը ասում է, որ տխրության փոխարեն դու ունես ուրախության յուղ, մոխրի փոխարեն փառքի պատմության։ Դու ես այդ Աստվածը, որ մոխրից կարող ես հանելու փառքի մեջ հագցնել։ Հայր, դու ես մեր Տերը, եւ մենք որոշում ենք վստահել քեզ։ Վստահել քեզ մեր ամբողջ սրտով, մեր ամբողջ մտքով։ Եվ Հիսուս Քրիստոսի անունով մենք ասում ենք քեզ սատանա, դու անհաջողակ ես։ Հիսուս Քրիստոսի անունով սատանա, մենք քեզ արգելում ենք մեր ընտանիքներում, մեր հարաբերությունների մեջ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն դիվային ազդեցությունը, ամեն սատանայի սուտը, ամեն խարդաշփոթությունը, ամեն կրիվները, ամեն վիրավորանքները, ամեն իրար չհասկանալը, ամեն գոռոզությունը Հիսուսի անունով լինի խափանված, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով խափանված լինի։ Մենք հրաժարվում ենք քեզ տեղ տալ սատանա մեր ընտանիքներում։ Հիսուս Քրիստոսն է Տերը մեր ընտանիքների, մեր երեխաների, ամուսինների կանանց։ Հիսուս Քրիստոսն է Տերը մեր ձեռնարկած գործերի։ Հորամաշիկալարամատե կերեմենիա։ Մենք հրաժարվում ենք ամեն հանգած վիճակից, մենք հրաժարվում ենք ամեն տխրությունից, ամեն անհուսալի վիճակից, Տեր ներիր մեզ, մենք հրաժարվում ենք ու դրա ետևում կանգնած դևերին, հրամայում ենք, բաց թողեք մարդկանց, բաց թողեք մեր կյանքերը, Հիսուսի անունով մենք ձեզ մերժում ենք, ու մենք հռչակում ենք, Հիսուս Քրիստոսն է Տերը, Տեր օրհնիր քո ժողովուրդը, ամեն մեկի ընտանիքը, ամեն մեկի ընտանիքի մեջ թող Աստվածային կարգ ու կանոն, խաղաղություն, ուրախություն, արդարություն Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր, այնինչ որ կարծես մեռածը կենթանացրու մեր հարաբերությունների, մեր ընտանիքների մեջ, մեր գործերի մեջ, որովհետև դու հարություն տվող Աստված ես։ Քո Սուրբ Հոգու հարության զորությունով հպվիր, թող կենթանանան, Տեր, թող կենթանան, թող ամեն ժառանգական անեծքները մեր հարազատների կյանքի վրայից լինի քանդված, ժառանգական, ձեռք բերված անեծքները քանդված լինի Հիսուսի անունով։ Մենք հռչակում ենք Աստծո օրհնությունը։ Աստծո օրհնությունն է, որ հարստացնում է, Աստծո օրհնությունն է, որ բարձրացնում է։ Ու մենք ասում ենք կյանք մեր ընտանիքներին, կյանք մեր հարազատներին, կյանք ամեն մեկին, երեխաներին, մեծերին։ Օ իմ Աստված, շնորհակալ ենք, որ քեզ այդ ամեն բան հնարավոր է, քեզ այդ ամեն բան հնարավոր է։ Շնորհակալ ենք, որ դու Տեր մեզ մոխրից հանում ես ու հագցնում ես փառքի պատմության։ Հանգած հոգին Տեր կենթանացնում ես։ Ո մենք շնորհակալ ենք։ Թանկագին Սուրբ Հոգի դու այստեղ ես։ Հպվիր հիմա ամեն մեկին, ով որ ոնց որ հանգած լինի Տեր։ Հպվիր քո կրակով, քո սիրո կրակով հպվիր ամեն մեկին, թանկագին Սուրբ Հոգի։ Մենք քո կարիք ունենք, դու այստեղ ես։ Հպվիր ամեն մեկիս։ Հպվիր։ Դիպչիր Սուրբ Հոգի, ուղղակի թափանցիր ամեն մեկի միտքը, մարմինը, շունչը, թափանցիր թանկագին Սուրբ Հոգի։ Հորամասակարամանիա, քոլորոբոդիա, քիլորոմոթիա, ռոբրոդու կենթանացնող Աստված ես։ Թող այդ կյանքի ջրերի գետերը հոսեն ամեն մեկի միջից, ամեն մեկի փորի միջից, հոսեն կենթանի ջրերը, ամեն խցանումները թող բացվեն Հիսուսի անունով, ուրախությունը թող վերականգնվի, լավատեսությունը թող վերականգնվի, հավատքը թող նորոգվի Հիսուս Քրիստոսի անունով։ Օ Եհովա Ռաֆա, դու մեր բժիշկն ես։
ու մենք խնդրում ենք, որ դու ուղղակի դիպչես ամեն մի հիվանդին, Տեր, ամեն մի դիվային ազդեցություն, ամեն մի տկարության ոգի, ամեն մի ցավ, Հիսուսի անունով բաց թողնի մարդկանց մարմինները հենց հիմա, Հիսուսի անունով բաց թողնի, ես հռչակում եմ բժշկություն, ամեն մի անձին, ամեն մի մարմնին, կյանք, բժշկություն, վերականգնում, հաջողություն, պարարտություն, հոգուն, շնչի, մարմնին, պարարտություն, որ շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք, որ հիմ բաները գնում են, հիմ ամեն բան նոր է, հալելույա, Տեր, շնորհակալ ենք, Տեր, քո ներկայությունով գրկիր ամեն մեկին, գրկիր, թող ամեն մեկի անձը ուղղակի լինի բժշկված, վերականգնված, հռչակում եմ քո ճշմարտության ճանաչողությունը գա մեր յուրաքանչյուրի վրա, կույրությունը թող գնա, թող հոգու տեսողությունը բացվի Տեր, որ մենք այլևս առաջվանը չմնանք, շնորհակալություն քո հպման համար, քո խոսքի համար, շնորհակալ ենք քո ներկայության համար, որը մեզ գրկում է, շնորհակալ ենք, փառք լինի քեզ, հալելույա, հիմա եկեք էլի երկու, եթե հարազատներ եք ուղղակի իրար հետ, երկու կանգնեք, այս մեղմ Աստծո ներկայության մեջ ուղղակի աղոթեք իրար համար, հալելույա, քո լարամաշիկալարամանիա, Տեր, քո հրաշագործ զորությունը թող շարժվի այստեղ, քո հրաշագործ զորությունը, բժշկություն, Հիսուսի անունով, ամեն թշնամություն խափանված լինի Հիսուսի անունով, թող գա միաբանությունը մարդկանց միջև Հիսուսի անունով, լարամաջի քեթերեմենիա, Հիսուս ինչի ասքանչ ես դու, Տեր Հիսուս ինչի ասքանչ ես դու, Տեր Հիսուս մենք քեզ պատվում ենք, մենք քո անունը մեծարում ենք, քեզ նմանը չի կա Տեր Հիսուս, շնորհակալ ենք, հալելույա, շնորհակալ ենք,